Հանձնարարական 44, զեկուցել Նոր Խարբերդի, Կորեայի ձորի, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի համար 156, Արաբկիր վարչական շրջանի համար 24 մանկապարտեզների և Ավան վարչական շրջանի Մսուր մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքների ընթացքի մասին։ Պարոն քաղաքապետ, Նոր Խարբերդ թաղամասում Մսուր մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են։ Մանկապարտեզը ունենալու է 6 խումբ, տանիքում տեղադրվելու են 20 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ, արևային ջրատաքացուցիչ, կառուցվելու է նոր կաթսայատուն, տեղադրվելու է ջեռուցման համակարգ, շենքը ամբողջությամբ համալրվելու է հակարդեային ջրամատակարարման, ներքին կոյուղու անձրևաջրերի հեռացման ցանցով, օդափոխության տեսահսկման համակարգերով։ Բակի բարեկարգման շրջանակներում կիրականացվի կանաչապատում, կկառուցվեն մետաղական ցանկապատ և խաղահրապարակ, շվաքարան, աղավարներ, կառուցվելու է ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց։ Արաբկիր վարչական շրջանի Կորեայի ձոր նոր մանկապարտեզի շենքի կառուցման ու բակի բարեկարգման նախագծահաշվարկային փաստաթղթերի կազման աշխատանքները շուտով կավարտվեն, որից հետո կներկայացվեն համապատասխան փորձաքննությունների։ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի 156 մանկապարտեզի շենքի վերակառուցման շինարարական աշխատանքները ավարտական փուլում են և Արաբկիր վարչական շրջանի համար 24 և Ավան վարչական շրջանի Մսուր մանկապարտեզի նոր շենքերի կառուցման աշխատանքները մեկնարկել են, կատարվել են հողային աշխատանքները, կառուցվել են շենքերի հիմքերը և նկուղային հարկերի երկաթբետոնե կառուցվածքները։ Կատարվել է նկուղային հարկերի արտաքին պատերի ջրամեկուսացումը, ներկայումս իրականացվում են վերգետնյա հարկերի երկաթբետոնե կոնստրուկցիաների կառուցման աշխատանքները։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, սիրելի երևանցիներ, մենք ունեինք խոստացած մի քանի կարևոր թաղամասերում մանկապարտեզների կառուցման կամ մանկապարտեզային խնդրի լուծման հարցեր և տրված խոստումներ, և ուզում եմ հստակ արձանագրել, թե ինչ ենք արել ամեն մեկի մասով։ Առաջին հերթին Նոր Խարբերդ թաղամասում մանկապարտեզի կառուցման ընթացքը մեկնարկը տրված է և մանկապարտեզը այս պահի դրությամբ կառուցվում է։ Արաբկիր վարչական շրջանում, որտեղ որ երեխաների խնամքը իրականացվում էր, փաստացի մեր հոգեկան առողջության կենտրոնի մի հատվածում, որը իրապես տարօրինակ էր և նորմալ երևույթ չէր, այդտեղ մենք արդեն իսկ տվել ենք լուծում, երեխաները բոլորը տեղափոխվել են նոր տարածք, հենց նույն Կորեայի ձորի հատվածում և արդեն իսկ մանկապարտեզի աշխատանքները կազմակերպվում են մի տարածքում, որը քաղաքապետարանը վարչում է։ Երևան քաղաքի Կիլիկիա թաղամասի 3 խմբանի մեր մանկապարտեզի պայմանները, որը գործում էր վթարային շենքում, 3-րդ վթարայնության աստիճանի շենքում, բնակելի շենքի առաջին հարկի տարբեր հատվածներում երեխաները տեղափոխվել են նոր մասնաշենք, որը կրկին Երևանի քաղաքապետարանը վարձակալում է, և այդտեղ կարծում եմ նաև որոշակի լուծումներ պետք է դիտարկենք երկարաժամկետի տեսանկյունից։ 156 մանկապարտեզի շենքի վերակառուցման շինարարական աշխատանքներն ավարտման փուլում են և իհարկե Արաբկիր վարչական շրջանի համար 24 մանկապարտեզը, որը կրկին վթարային էր, շինարարական աշխատանքները շատ ինտենսիվ փուլում են գտնվում, և վերջինը Ավան վարչական շրջանի Ծարավաղբյուրի նոր մանկապարտեզը, որի մեկնարկը, շինարարության մեկնարկը նույնպես տրված է, այսինքն մենք կարող ենք արձանագրել մի կարևոր փաստ, այն ամենախնդրահարույց հատվածներում, բոլոր այն թաղամասերում, որտեղ որ մանկապարտեզային խնդիրը կանգնած էր ամենասուրը, կարելի ասել մենք լուծումները տվել ենք։ Այս պահի դրությամբ ես գնահատում եմ, որ ունենք խնդիր Էրեբունի վարչական շրջանում, որտեղ որ մի քանի մանկապարտեզ միաժամանակ փակվել են, և մեր ուշադրությունը, պարոն Թևոսյան, պետք է սևեռենք Էրեբունի վարչական շրջանի մանկապարտեզների հիմնանորոգման վրա, Տիկին Բաբայանն էստեղ է, Տիկին Բաբայանն հենց բլոկն էլ ամեն դեպքում պետք է իր ուշադրությունը սևեռի Էրեբունի վարչական շրջանի վրա, որովհետև ինտենսիվ աշխատանք
անելով այս մանկապարտեզները, որոնք որ նոր նշեցի, մենք խնդիրը փաստացի կամ լուծել ենք, կամ լուծման ընթացքում ենք, ինչքան էլ որ դա բարդ չի եղել, օրինակ Նոր Խարբերդի դեպքը շատ տենց երկար պատմություն էր եւ հետեւապես մեր հաջորդ խնդիրը պետք է լինի Էրեբունի վարչական շրջանում այն մի քանի փակված մանկապարտեզների խնդրի լուծումը։ Շնորհակալ եմ, հաջորդ։